Խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանի հետ։ Արտակ, օրերս երբ մենք հարցազրույց էինք ունենում խորհրդի անդամ Նժդե Իսկանդարյանի հետ, նա նշեց, որ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպում է եղել եւ պայման են առաջարկել վրանը հանել եւ 40+10 աջակցությունը եւս մեկ ամսով երկարաձգել, որին հաջորդել է ձեր բացասական պատասխանը։ Ուզում ենք հասկանալ հետո դրանից հետո ինչ որ զարգացումներ եղել են թե ոչ։ Այս պայդորությամբ հատուկ որ նշելու լինի որ զարգացում եղել է դեռ ոչ, քանի որ այնտեղ կար պայմանավորվածություն որպեսզի ձևավորվի մասնագիտական խմբեր ու այդ խմբերով աշխատանք իրականացնենք, այս պահին այդ փուլն է իրականացվում, մենք մեր կողմից արդեն խմբեր ձևավորել ենք ու պետք է ներկայացնենք իրենց խմբերը ու արդեն իրենց հետ գրաֆիկ երևի կազմվի եւ արդեն փորձեն այս պայդորությամբ փոխվարչապետի հետ դեռ դա է որպեսզի խմբերով իրականացնել, այսինքն հետագայում սկսեն աշխատանք իրականացնել։ Ովքեր են խմբի անդամները։ Խմբի անդամները կողմված ոլորտից, այդ ոլորտում տեղ ունեցող, այդ ոլորտում մասնագիտացված անձինք են, ովքեր պետք է ամեն մեկը իր ոլորտի, քանի որ մենք անուններ ներկա պահին ոչ, քանի որ հստականի որ ցուցակը խորհրդի կազմով դեռ չենք հստակեցրել, դեռ պետք է խորհուրդն է նաև խորհուրդը պետք է հաստատի հիմնական կազմը, դրա համար առաջ չընկնեմ ու չթվարկեմ անուններ։ Քիչ հետո պետք է հանդիպում տեղի ունենա Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հետ եւ այսօրվա մյուս հանդիպումների մասին խոսենք, բայց մինչ այդ Թաթոյանի հետ ինչ քննարկումներ են լինելու։ Մեր օրակարգը նույնն է, քանի որ մենք կոչ ենք արել, որպեսզի համախմբում լինի, քանի որ այս հարցը համահայկական հարց է եւ ոչ միայն արցախցիների նեղացված, այլ համահայկական հարց է ու նույն տրամաբանությամբ հանդիպելով թե քաղաքական, թե հասարակական գործիչների հետ, այսօր այդ նույն տրամաբանությամբ հանդիպելու ենք մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հետ, օրակարգի շուրջ քննարկելու ենք, լսելու ենք իրենց կողմից առաջարկներ, մենք մեր նորից մեր առաջարկներն ենք բարձրաձայնելու, եթե արդեն գանք այն որ այսինքն իրենք են այս թեզի շուրջ, այս պահանջների շուրջ կողմ, արդեն միասին նույն ձև ինչպես մյուսների հետ, նույն ձև իրենց հետ էլ շարունակելու ենք այդ աշխատանքները։ Քննարկումների արդյունքն ինչ է լինելու։ Անընդհատ այստեղ հանդիպումներ են, քննարկումներ են, վերջն արդյունքը ինչ է լինելու։ Քանի որ մենք նշել ենք, որ լինելու է մեծ հանրահավաք, դա տանելու է, այսինքն մենք նաև ժամկետն ենք նշել, որ մինչև ամս 15-ը լինելու է հանդիպումներ, աշխատանքներ, ակցիաներ ու մեր հայտարարված օրակարգով մենք առաջ ենք շարժվում, շուտով նաև կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին, եթե դա էլ այսինքն պետք է մենք բարձրացնում ենք մեր հարցերը, ասելով որ դա քիչ մարդկանց չի ուզում, այլ ընդհանուր իրոք վիճակը քանի գնում, քանի ավելի է ծանրանում, ավելի է դժվարացնում նախ արցախցիների այսօրվա Հայաստանում ապրելու, գոյատևելու խնդիրները մեծացնում է ու նաև ոչ միայն կոնկրետ սոցիալական բնակավարի, այլ ընդհանուր այսօր ունենք գերիների հարց կա, այնհայտ կորած մարդկանց ճակատագրերի պարզման հարց կա, այսօր Արցախում ոչնչացվում է գյուղեր, եկեղեցիներ, դրա դեմ որ գոնե Հայաստանից պետք է գործողություններ իրականացվի դիմելով միջազգային կառույցներին, հենց այսօրվա ակցիաներն էլ դրան էր վերաբերվում, որ արտաքին գործերի նախարարության արչև իրականացնենք ակցիա, որ իրենք էլ չլռեն, մենք ինչքան էլ կազմակերպություններով խորհրդով ինչքան էլ պահանջենք, ինչքան էլ այդ ձայնը բարձրացնենք, մեկ են չի կառավարության մեկ են չի իշխանությունը դարանի, մեկ են չի հասարակ ժողովուրդը դա իրականացնի ու պահանջել ենք որ քայլեր ձեռնարկեն ու աշխատանք տանեն, այլ ոչ թե հակառակը փորձեն Արցախի հարցը փակած պահել կամ Արցախի հարցով ոչ մի բան չիրականացվի ու նույնը դատախազության դեմ, քանի որ այսօր մեծ պարակտում է գնում ցավոք սրտի որոշ մարդկանց կողմից իշխանական թե անհատ մարդիկ փորձում են պարակտում մտցնել արցախցի, հայաստանցի, փորձում են տարբեր ձևերով վարկաբեկել, չգիտեմ, ինչ որ մի փոքր չեղած խնդիրի տարածում են մի մեծ խնդիր մենք ինչ որ տեղը ստիպված եղան գնալ այդ քայլին, որպեսզի գոնե իրենք աշխատել։
Շատ լավ, վաղը հանդիպումների վերջին օրն է, ամսի 15-ն է, կա արդեն թե օրակարգում հետ եք հանդիպելու եւ քանի որ վերջին հանդիպումն է վճռորոշ է, թե ոչ, ինչով է տարբերվելու։ Հատուկ քանի որ sense ասենք վճռորոշ վերջին օրն է, չէ, դա վերջին օր չէ, ուղղակի մեր ժամկետները որ ըստ գրաֆիկի կազմել էինք, որպեսզի ժամանակացույցով նաև մենք հասնեինք հանդիպել բոլորի հետ հնարավոր է այսօր էլի արձագանք լինի, էլի հասարակական գործիչ, չգիտեմ, կազմակերպություն կամ քաղաքական կուսակցություն դիմի հանդիպելու համար, այնպես չէ որ 15-ին ասել ենք 15 վերջ օրը կլինի, չէ, հնարավոր է 16-ին էլ մենք նորից հանդիպում ունենանք, քանի որ նախ օրերն կար, գրաֆիկներ քիչ ու եթե մարդիկ արձագանքներ շատ լինի, շարունակելու ենք մեկ մինչև մեծ հանրահավաքի օրը մենք անընդհատ հանդիպումներ ենք ունենալու, անընդհատ մեր օրակարգն ենք բարձրաձայնելու, եթե մարդիկ ինչքան գան մեկեն չի կողքից լսեն, մեկեն չի լրատվականներից նույն մեկեն չի գան տեղում իմանան այդ խնդիրների մասին, դա լինելով շնորհակալական։ Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն։